երիտասարդ քույրիկ, մի 27 թե 28 տարեկան երևի հասակում, մահացու հիվանդությունով կմահանա։ Երբ որ կմահանա, գնա հրեշտակի առջև կանգնի, որպեսզի հրեշտակը որոշի այս քույրիկը մտնելու է դրախտ, թե մերժվելու է դրախտից գնա դժոխք։ Ինքը հավատացյալ է լինում, ապաշխարած քույրիկ է լինում։ Եվ կյանքի գիրքը բացում է հրեշտակի եւ կարդում է. «Էս ինչ թվին դու ջերով մգրտված ես, Սուրբ Հոգով մգրտվար, ապաշխարել ես, խոստովանել ես, լավ բաներ ինչ որ արել է, ասում է, այո, ողորմություններին մասնակցել ես, բարի ես, շատ լավ հարս ես եղել, ամուսնուդ հավատարիմ, ամեն բան, բայց կներես քույրիկ ջան, դու երկինք չես կարա գնաս»։ Էսի լացում է։ Բայց ինչու համար, ինչ եմ արել, վատ բան չեմ արել, Աստծո պատվիրանքները պահել եմ, ավետարանը ոնց ասել անց։ Հասում է քույրիկ ջան, բայց այստեղ գրված է, ճիշտ է դու լավ ես եղել, բայց քո կիսուրը տանը հիվանդ պարկած էր, երբ որ դու ասում ես քո կիսուրոջը դեղ ես տանում որ խմցնես, քո սրտի մեջ ասում ես եբ պիտի մեռնի որ ես սրանից պրստեմ։ Ուրեմն լեզվով չի ասե, բայց սրտի մեջ կիսուրոջը մահն է ուզե։